Մենք Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտներ ենք։ Մեր թիմը, որին ղեկավարում են պատմության ուսուցիչներ Արևիկ Աֆրիկյանը եւ Արփինե Ղելեչյանը, սիրով ընդունեց նախագծային աշխատանք սկսելու մեր մարտահրավերը, այն դարձնելով ոչ թե պարտադիր առաջադրանք, այլ մեծ առաքելություն։ Մեր նպատակն էր բացահայտելու, թե ինչպես է հնարավոր հավասարակշռել համաշխարհային հաջողությունը, միլիոնների տիրապետումը եւ անսահման հայրենասիրությունը։ Մեր նախագծային աշխատանքը սկսվեց հիմնարար պատրաստվածությամբ։ Մենք նախ եւ առաջ ապահովեցինք մեր տեսական բազան, գրախանութից ձեռք բերելով աշխարհացույց կրթական հարթակին վերաբերվող ուսուցչի ձեռնարկը։ Այն իսկապես դարձավ մեր սեղանի անբաժան ընկերը։ Եթե գրախանութը մեր մեկնարկային կետն էր, ապա գրադարանը դարձավ մեր հետազոտական լաբորատորիան։ Այնտեղ մենք սկսեցինք որոնումները։ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում գրքերի շշուկի ներքո մենք հավաքեցինք այն հիմնաքարերը, որոնց վրա կառուցեցինք Մանթաշյանցի մասին մեր պատմությունը։ Այս երկու այցելությունները դրեցին մեր նախագծի մեկնարկը, ապացուցելով, որ մենք պատրաստ ենք ոչ թե պարզապես մրցույթային մասնակցության, այլև լրջագույն հետազոտության։ Մեր թիմային աշխատանքի ամենահետաքրքիր պահերից մեկը այցելությունն էր Մայր Աթոր Սուրբ Էջմիածնի վեհարանի նոր շենք, որը կառուցվել է Մանթաշյանցի բարերարությամբ։ Թեև տեսանկարահանման սահմանափակումները դժվարացրին մեր աշխատանքը, սակայն հայր Եսային սիրով պատասխանեց մեր հարցերին։ Հոգևորականի հետ հարցազրույց բացեց մեծ բարերարի հոգևոր աշխարհի մի նոր էջ։ Մայր Աթորում ունեցանք հնարավորություն շոշափելու պատմության շունչը, լինելու թանգարաններում եւ գանձարանում։ Հարկ եմ համարում նշել, որ մենք չսահմանափակվեցինք անցյալով։ Հանդիպեցինք Մանթաշյանց բիզնես ակումբի տնօրեն պարոն Միրաքյանի հետ, ով մեզ ընդունեց մեծ ջերմությամբ։ Մինչ այդ Մանթաշյանցը գրքի կերպար էր, իսկ պարոն Միրաքյանի միջոցով մենք տեսանք, թե ինչպես են մեծ բարերարի սկզբունքները կիրառվում 21-րդ դարի Հայաստանում։ Մենք զգացինք, որ այդ նույն բարեգործական շունչը, պատասխանատու բիզնեսի փիլիսոփայությունը, որին հետևում էր Մանթաշյանցը, այսօր էլ ոգեշնչում է նոր գործարարներին։ Զրույցը մեծ գործարարի հետ ապացուցեց, որ Մանթաշյանցի գաղափարները արդիական կոդ են, շարունակելով ոգեշնչել գործարար աշխարհին լինելու պատասխանատու եւ հայրենասեր։ Հետաքրքիր բացահայտումներով լի էր նաեւ մեր հանդիպումը Մանթաշյանցի արձանի հեղինակ քանդակագործի հետ։ Մեզ համար մեծ պատիվ էր շփվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր քանդակագործ, Նկարիչների միության անդամ Տիգրան Արզումանյանի հետ։ Չեք պատկերացնում, թե ինչ տպավորություններ ունեցանք նրա այդ հանդիպման արդյունքում։ Մարդ, ով քարի մեջ կյանք տվեց այդ մեծ անհատի կերպարին, եւ ումից սովորեցինք, թե ինչպես կարելի է պատմությունը պահպանել ոչ միայն բառերով, այլև արվեստով։ Այդ հանդիպումը մեզ համար դարձավ դաս ստեղծագործելու եւ մեր հայրենիքի համար արժեք ստեղծելու մասին։ Մենք զգացինք, թե ինչպես կարող է յուրաքանչյուրն իր ոլորտում, լինի դա բիզնես, թե արվեստ, մեծ գործեր կատարել ազգի համար։ Մեր նախագիծը, որն ի սկզբանե գիտական հետազոտություն էր, վերջում պահանջեց նաև հոգու եւ արվեստի ներդրում։ Մենք չէինք կարող Մանթաշյանցի կերպարը, նրա ողջ էությունը եւ մեծությունը թողնել միայն գրավոր էջերի մեջ։ Այդ իսկ պատճառով մեր թիմագից ընկերները կյանքի կոչեցին փոքրիկ բեմականացում, որը դարձավ մեր ուսումնասիրությունների գեղարվեստական ամփոփումը։ Բեմականացումը մեզ համար ստեղծագործական արտահայտություն էր, խոնարհում մեծ բարերարի վառ հիշատակին։ Ուսումնական նախագծի վերջնարդյունքում մենք պատկերացինք Ալեքսանդր Մանթաշյանցի բազմակողմանի կերպարը որպես նվիրվածության օրինակ։ Մեր թիմը ձեռք բերեց բացառիկ փորձ, անցնելով գրադարանային խորը հետազոտություններից մինչև թեմատիկ հետազոտություններ եւ այցելություն պատմական վայր։ Մենք յուրացրեցինք ոչ միայն մեծ բարերարի կյանքի պատմությունը, այլև ձևավորեցինք քաղաքացիական դիրքորոշում եւ ապացուցեցինք, որ Մանթաշյանցի ժառանգությունը կենդանի ոգեշնչում է, որ հայրենասիրությունը պարզապես խոսք չէ։ Մեջանքերով ստեղծվեց մի ուղղացույց, որն անվանեցինք ինչպես լինել Մանթաշյանց, եւ որտեղ կոչ ենք անում հայ գործարարներին լինել Մանթաշյանց։ Ուղեցույցում կոչ ենք անում գործարարներին ֆինանսավորել եւ կառուցել ապագայի դպրոցներ եւ իրենց բիզնեսի հաջողությունները դարձնել ազգի բարօրության գրավականը։ Ուղեցույցում կոչ ենք անում հայ գործարարներին կատարել ներդրումներ հայ երիտասարդի գիտելիքի եւ հմտության մեջ։ Այն նկարազարդել իր մեջ ներառում է հաջողության մեծ ճանապարհի 6 դասերը։ Միայն այդպես կկարողանանք ապրել Մանթաշյանցի նման եւ լինել Մանթաշյանց։